Բարի գալուստ բուժատետեր։ Պատկերացրեք մի մթերք, որը ունի իդեալական կոդ։ Բնությունը ստեղծել է ձուն մեկ նպատակով՝ զրոյից կյանք տալ նոր օրգանիզմին։ Սա նշանակում է, որ այդ փոքրիկ եղևի տակ կա այն ամենը, ինչը անհրաժեշտ է կենդանի հյուսվածք, սիրտ, ուղեղ, անոթներ կառուցելու համար։ Գիտեք արդյոք, որ ձվի սպիտակուցը բժշկության մեջ համարվում է բացարձակ էտալոն, առաջատար։ Մնացած բոլոր մթերքների՝ մսի, ձկան կամ կաթնամթերքի սպիտակուցների որակը գնահատելիս գիտնականները դրանք համեմատում են հենց ձվի սպիտակուցի հետ։ Այն մարսվում է գրեթե 98%-ով։ Սա բնական մուլտիվիտամին է, որը չունի ոչ մի արհեստական հավելում։ Այժմ խոսենք ձվի անփոխարինելի օգտակար հատկությունների մասին։ Առաջին՝ կատարյալ եւ բարձրակարգ սպիտակուցային շինանյութ։ Իսկ դուք գիտեք, որ մեր մարմնի յուրաքանչյուր բջիջ մազերից մինչև ներքին օրգաններ կազմված է սպիտակուցներից։ Որպեսզի օրգանիզմը կառուցի այդ սպիտակուցները, նրան անհրաժեշտ են ամինաթթուներ։ Գոյություն ունեն 9 անփոխարինելի ամինաթթուներ, որոնք մեր մարմինը չի կարող ինքնուրույն ստեղծել, եւ մենք դա պետք է ստանանք սննդի միջոցով։ Իսկ այստեղ ուշադրություն։ Ձուն այն եզակի մթերքներից է, որն իր մեջ պարունակում է բոլոր 9 ամինաթթուները իդեալական համամասնությամբ։ Այդ իսկ պատճառով բժշկության մեջ ձվի սպիտակուցը համարվում է էտալոն, որի յուրացման գործակիցը կազմում է 98%։ Սա նշանակում է, որ ձու ուտելիս ձեր օրգանիզմը ստանում է առավելագույն որակի շինանյութ առանց մարսողական համակարգը ծանրաբեռնելու։ Երկրորդ՝ բնական էներգետիկ հզորացում B խմբի վիտամիններ։ Շատերս առավոտյան հոգնած ենք արթնանում եւ միանգամից սուրճ ենք խմում արհեստական էներգիա ստանալու համար։ Սակայն իրական էներգիայի աղբյուրը B խմբի վիտամիններն են, որոնցով հարուստ է ձվի դեղնուցը։ Այն պարունակում է B2, B5, B6 եւ B12 վիտամինները։ Այս վիտամինները կատարում են կարևորագույն դեր։ Նրանք մեր կերած սնունդը, ածխաջրերն ու ճարպերը վերածում են մաքուր էներգիայի։ Երրորդ՝ երիտասարդության պահպանում եւ բջիջների պաշտպանություն։ Մեր օրգանիզմում ամենվարկյան տեղի ունենում օքսիդացման գործընթացներ, որոնց հետևանքով առաջանում են ազատ արմատներ։ Սրանք վնասակար մոլեկուլներ են, որոնք ավերում են առողջ բջիջները, առաջացնում են ծերացում եւ բորբոքումներ։ Իսկ ահաձուն պարունակում է երկու շատ հզոր հակաօքսիդանտներ՝ սելեն եւ վիտամին E, ընդ որում մեծ քանակությամբ։ Սրանք դանդաղեցնում են ներքին օրգանների ծերացումը եւ պահպանում են մաշկի առանցքականությունը։ Հաջորդ՝ ամուր ոսկորներ եւ ատամներ, վիտամին D գաղտնիքը։ Մենք բոլորս գիտենք, որ ոսկորների ամրության համար անհրաժեշտ է կալցիում։ Սակայն առանց վիտամին D կալցիումը պարզապես չի յուրացվի աղներում եւ դուրս կգա օրգանիզմից։ Ձվի դեղնուցը այն սակավաթիվ բնական աղբյուրներից է, որը հարուստ է կենսաբանորեն ակտիվ վիտամին D-ով։ Ուտելով ձու դուք օգնում եք ձեր օրգանիզմին արդյունավետորեն կլանել կալցիումը, ֆոսֆորը, ինչը կանխում է օստեոպորոզը, ոսկորների փխրունությունը տարեցների մոտ եւ ամրացնում է ատամների էմալը։ Հաջորդը տեսողության պաշտպանությունն է։ Ժամանակակից աշխարհում մեր աչքերը ենթարկվում են հսկայական ծանրաբեռնվածության։ Հեռախոսներ, համակարգիչներ, հեռուստացույց։ Ձվի դեղնուցի վառ, դեղին կամ նարնջագույն գույնը պայմանավորված է հատուկ նյութերով, որոնցից ամենակարևորները լյուտեինը եւ զեակսանտինն են։ Այս երկու նյութերը կարևորագույն դեր են խաղում լավ տեսողության եւ աչքի առողջության համար։ Հաջորդը ուղեղի աշխատանքի եւ հիշողության թարմացում։ Մեր ուղեղը հիմնականում կազմված է ճարպանման նյութերից եւ նրա աշխատանքի համար անհրաժեշտ են հատուկ սնուցող տարրեր։ Ձուն հանդիսանում է խոլինի, վիտամին B4-ի ամենահարուստ աղբյուրներից մեկը աշխարհում։ Մեկ ձուն ապահովում է այս նյութի օրական պահանջի գրեթե 30%-ը։ Այս նյութը պատասխանատու է հիշողության, կենտրոնացման, սովորելու ունակության եւ տրամադրության կարգավորման համար։ Հաջորդը մազերի ամրություն եւ մաշկի փայլ։ Ձվի մեջ առկա ծծումբը եւ վիտամին B7-ը ամրացնում են մազարմատները, հարթեցնում են մաշկը։ Հաջորդը իմունիտետի վահան։ Ձվի մեջ պարունակվող ցինկը եւ երկաթը ակտիվացնում են պաշտպանիչ բջիջները վիրուսների դեմ։ Մկանային զանգվածի համար, ինչպես գիտենք, մարզիկները մարզումներից հետո մշտապես օգտագործում են տարբեր տեսակի սպիտակուցներ, մասնավորապես ձու կամ հավի կրծքամիս։ Ձուն օգնում է վերականգնել մկանները ֆիզիկական աշխատանքից հետո։ Եվ իհարկե մետաբոլիզմի արագացում։ Սպիտակուցի մարսման համար օրգանիզմը ծախսում է շատ կալորիաներ, թեժացնելով նյութափոխանակությունը։ Եկեք ձեզ ներկայացնեմ, թե ինչ է տեղի ունենում ձեր օրգանիզմում, երբ դուք ձու եք ուտում։ Սիրտ եւ անոթներ, ինչպես է ազդում։ Տասնամյակներ շարունակ մեզ վախեցրել են ձվի խոլեստերինով, սակայն ժամանակակից գիտությունը ապացուցել է, որ ձվի մեջ եղած խոլեստերինը լավ խոլեստերինն է, բարձր խտությանը։ Այն չի խցանում անոթները, ընդհակառակը, ձվի մեջ առկա լեցիտինը թույլ չի տալիս, որ վատ խոլեստերինը կպչի անոթների պատերին։ Ձու ուտելով իրականում դուք ամրացնում եք ձեր սիրտը, սրտամկանը եւ մաքրում անոթները։
Հաջորդը արյան շաքարի մասին։ Ձուն ունի գրեթե զրոյական գլիկեմիկ ինդեքս։ Այն չի առաջացնում արյան շաքարի կտրուկ տատանումներ։ Սա նշանակում է, որ ձուն կատարյալ մթերք է շաքարային դիաբետ ունեցողների կամ նախադիաբետիկ վիճակում գտնվող մարդկանց համար։ Այն իրականում կայունացնում է ինսուլինի մակարդակը։ Հաջորդը նյարդային համակարգ։ Եթե դուք ստրեսի մեջ եք կամ անհանգիստ եք, ձեզ ձուն կօգնի։ Դրանում առկա խոլինը հանդիսանում է նյարդային ազդակների փոխանցող հիմնական նյութի հիմքը։ Այն հանգստացնում է նյարդային համակարգը, բարելավում է տրամադրությունը եւ օգնում է կենտրոնանալ աշխատանքի վրա։ Հաջորդը ավելորդ քաշ եւ ճարպակալում։ Շատերը մտածում են, թե ձուն գիրացնում է, բայց ձուն իրականում նիհարողների լավագույն ընկերն է։ Առավոտյան կերած 2 ձուն ապահովում է երկարատև կշտության զգացում 4-ից 5 ժամ։ Դուք էներգիայով լեցուն եք, բայց ստացել եք ընդամենը 140-ից 150 կալորիա։ Դա կանխում է օրվա ընթացքում քաղցրավենիքի կամ անառողջ սննդի հանդեպ գայթակղությունը։ Լյարդ։ Ինչպես է ձուն ազդում լյարդի վրա։ Շատերն են կարծում, թե ձուն ծանրաբեռնում է լյարդը։ Իրականում ձվի դեղնուցի մեջ եղած ֆոսֆոլիպիդները օգնում են լյարդի բջիջներին վերականգնվել։ Խոլինը կանխում է լյարդի ճարպակալումը, հեպադոզը։ Լյարդը շնորհակալություն է հայտնում ձեզ ամեն անգամ, երբ դուք չափավոր քանակով ձու եք օգտագործում։ Խոսենք նաև ռիսկերի եւ հակացությունների մասին, ում է արգելվում ձու ուտել կամ սահմանափակվում է։ Բժշկության մեջ չկա բացարձակ անվնաս բան։ Ամեն ինչ կախված է չափաբաժնից եւ անհատական վիճակից։ Ալերգիա։ Ձվի սպիտակուցը հզոր ալերգեն է, հատկապես վաղ տարիքի երեխաների համար։ Հաջորդը լեղապարկի խնդիրներ։ Լեղաքարային հիվանդության սրացման կամ լեղուղիների սպազմի ժամանակ դեղնուցը կարող է ցավ առաջացնել, քանի որ այն խթանում է լեղու արտադրությունը։ Հաջորդը ծանր աթերոսկլերոզ։ Եթե մարդու մոտ կա արդեն իսկ չափազանց բարձր խոլեստերինի փոխանակության ծանր գենետիկ խանգարում, ձվի քանակը պետք է խիստ սահմանափակվի բժշկի կողմից։ Շատերը հարցնում են, կարելի է արդյոք ամեն օր ձու ուտել եւ որքան։ Ժամանակակից առողջապահական կազմակերպությունները փոխել են իրենց մոտեցումը։ Առողջ եւ ակտիվ մարդկանց համար օրական 1-2 ձու ուտելը լիովին անվտանգ է եւ նույնիսկ օգտակար։ Այո, կարելի է ուտել ձուն ամեն օր։ Մարզիկներին կամ ծանր ֆիզիկական աշխատանք անողներին թույլատրվում է ավելին, սակայն հիմնականում սպիտակուցի հաշվին, օրինակ 3 սպիտակուց 1 դեղնուց։ Առհասարակ ձուն լավագույն մթերքն է մարզիկների եւ ծանր ֆիզիկական աշխատանք կատարող մարդկանց համար։ Դե իսկ տարեցների կամ նստակյաց կյանք վարողների համար շաբաթական 4-ից 6 ձուն օպտիմալ քանակությունն է։ Այս դեպքում օրական 1 ձուն մի փոքր չափազանց կլինի։ Իսկ ինչպես ճիշտ ուտել ձուն մաքսիմալ օգուտի համար, որպեսզի ձուն դառնա դեղ, այլ ոչ թե թույն, հետևեք այս բժշկական կանոններին։ Առաջին՝ մի կերեք հում ձու, սա տարածված սխալ է։ Հում ձվի սպիտակուցը մարզվում է միայն 50%-ով։ Բացի այդ առկա է սալմոնելեզով, վտանգավոր բակտերիայով վարակվելու մեծ ռիսկ։ Ջերմային մշակումը պարտադիր է։ Կատարյալ պատրաստման ձևը։ Ամենաօգտակարը թերխաշ ձուն է, երբ սպիտակուցը պինդ է, իսկ դեղնուցը կիսահեղուկ կամ պոշե ձուն։ Թերխաշ վիճակում դեղնուցի բոլոր վիտամինները եւ լեցիտինը պահպանվում են անվնաս եւ հեշտ են յուրացվում։ Բացի այդ, այս դեպքում այն քիչ կալորիաներ է պարունակում, չափազանց օգտակար է։ Այսպիսով ամենաօգտակարը թերխաշ վիճակում գտնվող ձուն է, կլինի դա խաշած թե ձվածեղի տեսքով պատրաստած։ Հաջորդը երկար չեփելն է։ Եթե դուք ձուն եփում եք 10 րոպեից ավելի, դեղնուցի շուրջը հայտնվում է կանաչավուն շերտ, հավանաբար նկատած կլինեք։ Դա երկաթի եւ ծծմբի ռեակցիան է, որը դժվարացնում է մարսողությունը եւ նվազեցնում է օգտակարությունը։ Այսպիսով, եթե ցանկանում եք պահպանել օգտակար հատկությունները, ապա 10 րոպեից ավելի երբեք մի եփեք։ Եվ իդեալական համադրություն։ Ձուն պետք է ուտել բանջարեղենի, լոլիկ, վարունգ, սպանախ եւ կանաչեղենի հետ։ Բանջարեղենի վիտամին C-ն օգնում է, որ ձվի մեջ եղած երկաթը 100%-ով յուրացվի օրգանիզմի կողմից։ Կարող եք նաև ձուն տապակել կենդանական յուղերի մեջ, այսինքն տնական յուղի մեջ, նախընտրելով ձեթի մեջ տապակելուց։ Հարգելի հետևորդներ, այս թողարկման համար պատրաստել ենք այսքանը։ Եթե աշխատանքը օգտակար էր, հավանեք այն դնելով լայք։ Մեկնաբանությունների հատվածում գրեք ձեր կարծիքը, նաև նշեք, սիրում եք ձու թե ոչ, օրական որքան եք ներառում ձեր սննդակարգում։ Մեկնաբանությունների հատվածում առաջարկեք նոր թեմաներ մեր հաջորդ թողարկումների համար։ Կիսվեք այս տեսանյութով ձեր ընկերների հետ եւ բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի բաց չթողնեք հաջորդ հետաքրքիր տեսանյութերը, որոնք ձեր առողջության մասին են։ Լավ եղեք, առողջ մնացեք, մինչ նոր հանդիպում։